տեսնես կլինի մի իր, որ խանութից գնեմ ու կարիք չլինի կարճացնելու կամ ինչ-որ բան փոխելու նրա վրա։ Ուրեմն խանութից նոր տարվա համար գնել եմ կոստյում, շալվար և վերնաշապիկը, դեռ վրայի թուղթն էլ փոքած չի, բայց ես այժմ գիտեմ, որ որոշակի բաներ պետք է ձևափոխել, որպեսզի նորմալ նստի, նորմալ հագովս լինի։ Վելվետը ինքը իրանով բավականին հաստ կտոր է և ոչ պլաստիկ, և եթե պլյուս սայզ մոդելի շոր ենք գնում, ի նկատի ունեցեք, որ բոլոր դետալները, որոնք կարված են վելվետի վրա, վելվետ կտորով, այն էլ մի քանի շերտ, դրանք իհարկե ավելացնում են ձեր քաշը, ավելացնում են ձեր մասսան։ Դրա համար հեռացնում եմ բոլոր կրպանները, թե շապիկի վրայի և թե շալվարի կողքերի։ Շալվարի վրա վելվետից նորից 3 շերտանոց գրպան կարելու իմաստը չեմ տեսնում, դրա փոխարեն ես գրպանը կսարքեմ ստարի կտոր։ Բացի դրանից կարիք կա կարճացնելու շալվարի փողկերը և ես կկտրեմ մանշետները վերնաշապիկի։ Վերնաշապիկը ուղղակի կփակեմ, կկարեմ, ոչ մանշետ եմ ուզում ավելացնել, ոչ էլ ռեզին։ Մտադիր եմ հետագայում ռեզինից թևնոց ունեմ, դրա միջոցով փակել մանշետները, բայց այսպես էլ շատ հոյակապ ստացվում է։ Եվ քանի որ մտադիր եմ այս կոստյումը հագնել նոր տարվա օրերին, այսինքն տոնական օրերին, ուզում եմ ավելացնել տոնական փայլ։ Սկզբում մտածում էի ոսկեգույն թելերով ասեղնագործության մասին կամ ինչ-որ բան նկարել գրպանների փոխարեն, հանված գրպանների փոխարեն, բայց հետո մտածեցի, որ նախ ժամանակս է քիչ, երկրորդն է շատ ավելի շատ գործեր ունեմ տնայի, այդ պատճառով որոշեցի այսպիսի մետաղական դետալներ կարգելու փոխարեն ունենալ այսպիսի խոշոր մետաղական դետալներ ու մանրերը, ինձ մանրը ավելի էր դուր գալիս, ի սկզբանե ոսկեգույն գույնի վրա էի հույսս դրել, մտադրությունը ոսկեգույն էր, բայց կամերայի վրա այս բրոնզագույնն էլ շատ սիրուն տեսք ուներ։ Վերջնական ընտրությունս եղավ ոսկեգույնը, քանի որ արդեն պատվիրել էի ոսկեգույն օղեր AliExpress-ից և իմ լուկի մեջ ընտրել էի ոսկեգույն օղերը։ Եվ ահա այսպիսի տեսք ունի իմ վերջնական տեսքը, խնդրում եմ չդատել շատ խիստ, քանի որ սա առաջի անգամն է, որ ես ինքս ինձ նկարում։